Բարև ձեզ։ Այս հոլովակում մենք կներկայացնենք, թե ինչ գործիքներ են անհրաժեշտ բացի համակարգչից, էլեկտրոնային հասցեից եւ ինտերնետ հասանելիությունից հայտարարագիրը ներկայացնելու համար։ Միակ գործիքը, որը անհրաժեշտ է հայտարարագիրը ներկայացնելու համար, դա էլեկտրոնային ստորագրությունն է։ Եթե դուք ունեք այն, կարող եք անտեսել այս հոլովակը եւ դիտել մյուս հոլովակները, որտեղ նկարագրվում են հայտարարագիրը լրացնելու եւ հանձնելու համար անհրաժեշտ քայլերը։ Եթե դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա ներկայացնում ենք ձեզ անհրաժեշտ քայլերը այն ձեռք բերելու համար։ Էլեկտրոնային ստորագրության համար առաջին հերթին պետք է ունենալ նույնականացման քարտ, իսկ եթե չունեք, դիմեք Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ կամ ժողովրդական լեզվով ասած պասպորտ սեղան, նախապես գրանցվելով այնտեղ։ Նախապես գրանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել migration.e.gov.am կայքեջ, սեղմել բոլոր ծառայությունները կոճակը, այնուհետև ծառայությունների ցուցակից ընտրել նույնականացման քարտի տրամադրումը, որից հետո ամրացնել այց սեղմելով համապատասխան կոճակը։ Բացված պատուհանից ընտրել լրացնել դիմումը կոճակը, լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարը եւ սեղմել առաջ կոճակը։ Էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը լրացնելուց հետո էլեկտրոնային փոստին մեկ անգամյա անվտանգության կոդ կգա, լրացնել այն եւ սեղմել առաջ կոճակը։ Լրացնել բոլոր դատարկ դաշտերը եւ սեղմել ընտրել օր եւ ժամ կոճակը։ Այնուհետև բացված օրացույցից ընտրել առաջիկա ազատ օրն ու ժամը։ Վերջ, գրանցման այցը հաստատված է։ Սեղմեք փակել կոճակը։ Եթե արդեն ունեք նույնականացման քարտ, ձեզ բնում է նույնականացման քարտով եւ բջջային հեռախոսով այցելել ձեզ սպասարկող բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ ձեր բջջային SIM քարտը կփոխարինվի նոր քարտով։ Հաջորդ քայլով կապի օպերատորները կակտիվացնեն էլեկտրոնային նույնականացումը 6-անիշ կոդի միջոցով։ Շնորհակալություն։